Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը փոխանցում է ՀՀԿ-ում, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ասել է ամեն ինչ։ Ժողովուրդը փոխանցում է Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում։ Փաստը հայտնում է ահազանգերեն ստացվում, որ վաղաշապատում իշխանությունները կիրառում են վարչական ահռելի ռեսուրս։ Հրապարակը փոխանցում է ԿՊ-ում, խոսում եմ, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն։ Ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ հակակոռուպցիոն կոմիտեն վարչական դատարանի դատավորների հեռախոսներն առգրավել է։ Հրապարակը գրում է Ստեփան Ասատրյանը Հովանավանքում կրկին պատարագ է մատուցել, սակայն ինքն իր համար դատարկ վանքում։ Փաստը գրում է, որ Հայաստանը չի գտնում գազամատակարարման այլ ընտրանքային աղբյուրներ, որոնք կարող են առաջարկել ռուսական գազից ավելի ցածր գին։ Հրապարակը նշում է, որ կպականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում բյուջեի հաշվին։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ Էրեբունի Երևանի համար քաղաքի բյուջեից հատկացվել է գրեթե $2 միլիոն։ Փաստը փոխանցում է, որ վաղաշապատում ցուցակներում տարօրինակ կերպով շատացել են նոր անունները։ Ժողովուրդը նկատում է նոյեմբերի 13-ի նիստը կարող է դառնալ վճռորոշ փուլ հասկանալու դատական համակարգը կգնա անկախ որոշումների ճանապարհով։